Որ չի լիներ պատերազմը, ես կշարունակեի աշխատել Մոսկվայում ու կլինեի կամ ինչ-որ մեկ ուրիշ տեղ, բայց ոչ այստեղ։ Հայաստանը իհարկե շատ գրագետ, շատ ճկուն ձևով ամեն ինչ պետք է անի Արցախը վերադարձնելու համար։ Ես պատրաստ չեմ տեսնել Արցախը հայկական մի շարք ողբերի շարքում։ Արցախի ավելի շատ ես կարոտում եմ բնությանը։ Մենք ապացուցելու բան չունենք, որ Արցախը մերն է, թե մերը չի, հազարավոր, միլիոնավոր ապացույցներ կան հողի վրա։ Առաջին շփումը այն ժամանակ կոչվում էր Ղարաբաղի հեռուստատեսություն, սովետական միության ժամանակ 7-րդ երևի դասարանի աշակերտ էի, որպես լավ երգող, լավ ձայն ունեցող։ Ղարաբաղի հեռուստատեսությունից եկել էին գյուղում, մեր գյուղում, Նախիջևանիկում, հատուկ հաղորդում անելու իմ մասին։ Ես նույնիսկ կարծեմ տեսել եմ այդ հաղորդումը հենց եթերի ժամանակ, հետո ուզում էի մեծ տարիքում արխիվից այդ նյութը ստանալ, բայց ոնց որ չկարողացա, չգտանք։ Ու այդ երգելու ու լավ սովորելու այդ համակցությունը բերել է նրան, որ գյուղում ես ոչ միայն գյուղում շրջանում բավականին հայտնի էի որպես երեխա ու նույնիսկ իմ հետ հատուկ կանչել, ծանոթացել էր այդ Վաչագան Սանթուրիչը Գրիգորյան, որը որ ինք արտուղարներ շատ հայ սիրող, բավականին ինտելիգենտ ու լավ տենց պատրիոտ մարդ էր։ Արդեն ես հիշում եմ իր խոսակցությունները, թե ինչ էր խոսում, ինչի մասին էր խոսում իմ հետ ու այդ գրքերը, որոնք ինձ նվիրում էր ինքը այդ երաժշտական այդ համերգներից հետո, բոլոր ունեին ազգային ինչ-որ ուղղվածություն։ Նոր ասեցի Բայազետը եւ շատ ուրիշ գրքեր, բավականին գրքեր էր ինքը ինձ նվիրել ու այդ գրադարանը մնաց գյուղում իհարկե։ Եվ ուզում էիք երաժիշտ դառնալ։ Նու իհարկե երաժիշտ, ինչ որ դերասան, նման sense բաներ կային, բայց պատկերացրեք այն ժամանակ սովետական միությունում գյուղում ինչպիսի պետքա լինես խիզախ մարդ, որ ուզենաս դերասան դառնալ, չէ՞, դա մի քիչ ոնց տղա ու դերասան, քիչ դժվար է, բայց ամեն դեպքում 9-րդ դասարանում էլ ձայնս կորավ, վերջում սեռական այդ հասունացման ընթացքում երևի ճիշտ չօգտագործելու, ինչ որ ճիշտ չմշակելու ձայնը, բայց արդեն հարցը որոշված էր, որ պետք է ինչ որ մասնագիտություն ընտրեի, ու նույնիսկ չի որ ծնված ժամանակ են ծնված օրվանից երազել եմ բժիշկ դառնալ, 9-րդ դասարանի վերջում ինձ հասունացավ այդ միտքը ու որոշեցի բժիշկ դառնալ։ Իմիջիալոց մեր գյուղը պետք է ասեմ, որ հերոսական գյուղ է, իր պատմությունը սկսում է 1132 թվականից ու հայտնի է, որ Փիրումյանների տոհմը մեր գյուղից է, ծագումով ու Սարդարապետի այդ հերոսամարտի հիմնական այդ մասնակիցներից Դանիելբեկ Փիրումյան եւ Պողոսբեկ Փիրումյանը ծագումով Նախիջևանիկից է։ Հետո ընդունվեցի Երևանի Պետական Բժշկական համալսարան, այն ժամանակ ինստիտուտը եւ հետո շարունակեցիք Մոսկվայում կրթությունը։ Արդեն պատերազմից հետո, առաջին պատերազմից հետո։ Երրորդ կուրսի կարծեմ, թե երկրորդ կուրսի ուսանող էիք, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Դուք էլ շատ-շատերի պես թողեցիք կրթությունը եւ վերադարձաք Արցախ։ Այդ ժամանակ գիտակցում էիք ինչի եք գնում։ Այդ ժամանակ իհարկե մի քիչ ավելի դες պատվախնդրություն կար եւ ուրիշ հարցեր, բայց ամեն դեպքում ես պատկերացնում էի, որ դժվար է ապրել Երևանում, սովորել եւ պատերազմ հայրենիքում ու չմասնակցել։ Ժամանակ շատերն էին մասնակցում, ես էլ համարյա բոլորի հետ մասնակցեցի որպես բուժակ, քանի որ երրորդ կուրսի ուսանող էի։ Ու սկիզբը հենց երբ որ այն ժամանակ հիվանդանոցը նախագահի նստավայրի այդ հետագայում նախագահի նստավայրի այդ նկուղային հատվածում էր հարկում էր առաջին հարկում։ Այդ ժամանակ երբ որ Շուշիի ազատագրումն էր, ես մասնակցում էի թիմի հետ, որը Քյոսալարի կողմից էր, այս գյուղի կողմից էր, եւ այստեղից սկսվեց իհարկե իմ այդ փոքր պատմությունը առաջին պատերազմի մասնակցության։ Պատերազմի ավարտին արդեն սպայի ուսադիրներ ունեիք։
Ինչ սխրանքներ եք գրում այդ ուսադիրները։ Ես չեմ գտնում, որ ինչ-որ սխրանքներ հատուկ մենք իհարկե ես արել եմ այն ինչ-որ ինձնից է կախված, սկզբի պահը իհարկե մասնակցել եմ որպես բուժակ, տարբեր քաղաքների, տարբեր գյուղերի ազատագրման ճակատամարտերի ժամանակ, երբ որ այդ բժշկական, այսպես կոչված դաշտային հոսպիտալը գնում էր զինվորների հետևից, եղել եմ Ցեղծորի, բոլորը երևի գիտեք, Ցեղծորի այդ հոսպիտալում, այնուհետև Աղդամի հոսպիտալում, ես նույնիսկ վերջերս մի հատ նկար են ինձ ուղարկել, երբ որ տենց որ ինչ-որ մի հատ վիրավորի վերակենդանացման գործողություններ էի անում, այն ժամանակ 21 տարեկան էի, արդեն իհարկե դա 94 թիվն էր, եւ նույնիսկ հորադիզի ազատագրման եւ պատերազմի վերջում արդեն բժշկական ծառայության մայորի ուսադիրներ ունեի ու իհարկե երբ որ որոշեցի արդեն խորանալ որպես խորը մասնագիտացում ձեռք բերել տեղափոխվեցի Մոսկվա, ես որ հիշում եմ, երբ որ հաշվառման էի գնում, ինձ շատ վատ էր վերաբերվում այնտեղ նստած կապիտանը, որ ոնց որ վայնկոմատի շեֆն էր ու պատկերացնում եմ երիտասարդ է եկել մայորի ուսադիրներով իհարկե երևի կար ինչ-որ տենց ոչ լավ վերաբերմունք, բայց դա կարևոր չէր։ Եվ դրանից հետո չվերադարձաք Արցախ, ուսումն արդեն ավարտելուց հետո մնացիք Մոսկվայում։ Պատերազմը արդեն ավարտվել էր եւ ոնց որ մենք բոլորս պատկերացնում էինք, որ արդեն հասել ենք մեր նպատակին, Արցախը ազատագրված է, կապ կա Մայր Հայաստանի հետ եւ արդեն ես պատկերացնում եմ, որ պետք է ես զբաղվեմ իմ մասնագիտական ավելի զարգացմամբ, որովհետեւ 2 տարի բաց եք թողել, չէ՞։ Ես զգում էի, որ դեֆիցիտ ունեի, ինչ որ պակաս ունեի գիտելիքների, քանի որ 93, 94, 92-ից մինչև 94 թվականի ամառը ես անընդհատ գնում էի Երևան, գալիս էի, բայց աշխատում էի իմ վրա, որ դա լրացնել այդ բաց։ Ոնց որ ասում են, Մոսկվան կլանեց ինձ ու իրանք ինձ առաջարկեցին, որ կուզենայինք, որ դուք մնայիք ու ես նույնիսկ իմ մտքում չկար մնալ, ես պատկերացնում եմ, հիշում եմ, որ օրդինատուրայից հետո նույնիսկ հետ եկա, որ պատկերացնում եմ, որտեղ պետք է աշխատեմ Ստեփանակերտում, բայց չտեսնելով որևէ ինչ որ sense հետաքրքրվածություն իմ հանդեպ, ես հասկացա, որ կարամ մի քիչ էլ զարգանամ ու նորից հետ գնացի Մոսկվա, այդպես սկսվեց իմ մոսկովյան։ Չվիրավորվեցիք ներքուստ։ Երևի թե չէ, բայց երևի եթե մնայի Ստեփանակերտում կամ ես իմ ինչ որ մի գյուղում աշխատեի, երևի չէի ունենա այն հնարավորությունները, որ ունեի ես ունեմ այսօր։ Այսինքն չեք ափսոսում։ Չեմ ափսոսում, ոչ։ Իսկ հետագայում առաջարկներ եղան։ Ոչ, առաջարկներ էլի չեղան, որովհետև 44 օրյայի ժամանակ էլ Արցախում 44 օրյա մենք ինքներս ենք որոշել, որ մենք պետք է գանք ու մասնակցենք։ Հենց պատերազմի հենց առաջին օրը, դա իմ որ ծնված օրից երկրորդ օրն էր, հետո մենք ոչ աշխատանքային օր էր, մենք տենց նշում էինք ընկերներով, բոթը լսեցինք, իմիջիայլոց Ամերիկայից իմ ընկերուհին այդ մասին ասեց։ Միանգամից որոշեցինք, որ գալ այն ժամանակ COVID էր, շատ դժվար էր, տոմսեր չկային ու ճարեցինք ընկերներ, որոնք մեզ օգնեցին։ Ու արագ ուղղակի երկրորդ օրը մենք որոշեցինք ու շատ մեծ խմբով եկանք բժիշկների, ոչ միայն Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից։ Բայց 3 հոգի մենք ոնց որ այդ պատերազմը մեր վրա, մեր այդ ընկերներից 3 հոգու վրա շատ ավելի լուրջ ազդեցություն իմ կարծիքով թողեց, քանի որ դա ազդեց մեր կյանքի վրա, քանի որ մենք որոշում ընդունեցինք վերադառնալ Հայաստան։ Ու 3-ով ես Ատոմը, Տեր Գրիգորյան եւ Նորայրը Զաքարյան տեղափոխվեցինք արդեն 22 թվականի բազմաթիվ բարդ վիրահատություններ եք արել Արցախում, բազմաթիվ կյանքեր եք եկել։ Ես կասեի մասնագիտացած բարդ, իհարկե, երբ որ դու մասնագիտացած ես ինչ-որ մի ուղղությամբ, ինչ-որ մեկին կարող է թվա թե շատ բարդ է, բայց դա ավելի շատ մասնագիտացած է, դու գիտես ալգորիթմները ոնց անել դա։ Շատ ավելի շատ բարդ գործեր կան իհարկե բժշկության մեջ։ Իսկ երբ արդեն նոյեմբերի 8-ին լուրը լսեցիք, որ պետք է հիվանդանոցը տեղահանվի, ինչ էիք անում, ինչ զգացողություններ ունեցեք։ Մենք հենց վիրահատության ժամանակ մենք լսեցինք այդ լուրը, այսինքն ես հիշում եմ, որ Լոզանից եկած անոթային վիրաբույժը զուգահեռ սեղանի վրա էր վիրահատում, Շուշիում
մի օր մնացած ոտը ժգուտով կապած մի հատ տղայի ոտն էր փորձում փրկել ու մի հատ էլ վիրավորի կրծքավանդակի վիրավորում ուներ, ես էի կողքի սեղանին վիրահատում, ու այդ լուրը մի անգամից ու մեզ ժամանակ էլ չէին տալիս, որ հավաքվենք ու ասենց մի հատ ահա որ տենց մի հատ իրավիճակ, պանիկա, որ բոլորը փախչում են, ես հիշում եմ այդ օտար երկրալրագրողները ոնց էին ստրիմ էին անում այդ հիվանդանոցի բակից, ոնց որ մի հատ սենց սյուր իրավիճակ, ոնց որ ես հիշում եմ, որ կենդանիները նույնիսկ կովերը, որոնք ռիսկ չէին անում մոտենան հիվանդանոցին, ոնց որ գիտեին, որ պետքա դատարկվի հիվանդանոցը, հանգիստ մտել ու այդ ծառերն էին ուտում, ինչ որ այդ ծաղիկներն էին ուտում, այսենցու, մենք պատրաստում ենք փախոստի ու բոլորս փախանք իրար հետ։ Վիրահատությունը անելուց հետո իհարկե։ Իհարկե մենք վիրավորներին բոլորին հանեցինք, վիրահատությունը ավարտեցինք, իհարկե շտաբ կարգով ու բոլորս հեռացանք Ստեփանակերտից։ Իսկ պատերազմը ուժեղացրեց ձեզ։ Ինձ թվում է, այո։ Ինձ թվում է վերագնահատեցի ես շատ ու շատ արժեքներ իմ կյանքում։ Ես նույնիսկ իմ ընկերներին ասում էի, որ երբ որ պատերազմի ընթացքում մի քանի օրով գնում էինք Մոսկվա, ինչ որ ուրիշ գործերով եւ ընդ որում մատակարարման ինչ որ հարցերով, չէ։ Ես ընկերոջս նորերին ասում էի, դու պատկերացնում ես, որ օրինակ այն բուժ քրոջը մասին, որը որ Ստեփանակերտում ավելի շատ ենք մտածում, կամ այն բժշկի մասին ավելի շատ ենք այս պահին մտածում, քան թե մեր ընտանիքի անդամների մասին, այսինքն իհարկե վերագնահատեցինք շատ արժեքներ, ես իմ համար շատ դժվար էր պատերազմից հետո շարունակել իմ պրոֆեսիոնալ գործունեությունը Ստեփանակերտում, որտեղ ես պատկերացնում էի, թե իմ երկիրը, որի քաղաքացին էի այն ժամանակ, Ռուսաստանը, ինչ ներդրում ունի այս բոլոր այս հանցագործությունների մեջ, այս պատերազմի, այս զոհերի, իմ համար շատ դժվար էր աշխատել ու ճիշտ ասած հենց այդ որոշումը, որ կայացրեցինք պատերազմի արդյունքում է, երևի որ չլիներ պատերազմը, ես կշարունակեի աշխատել Մոսկվայում ու կլինեի կամ ինչ-որ մեկ ուրիշ տեղ, բայց ոչ այստեղ։ Միայն պատերազմը կարող էր ձեզ ստիպել, որպեսզի գաք Արցախ։ Դե դա իմ կարծիքով ինչ-որ սենց կրիտիկական պահ էր, որ ես հասկանում էի, որ մենք ոչ թե կարող ենք հեռվից ինչ-որ խորհուրդներ տալ, ինչ-որ փորձեր, ինչ-որ գանք տուրիստների նման տարին մի անգամ 2-3 շաբաթով փող ծախսենք, մեզ լավ զգանք, սենց հա, չէ, քո օրինակով, քո առողջության հաշվին, քո ամեն ինչի հաշվին, քո ֆինանսների հաշվին, դու փորձես ռեալ ներդրում անես, ոչ թե ինչ-որ հեռվից, թեկուզ ես չեմ մեղադրում ոչ մեկին, օրինակ ես չեմ կարող ասել, ես ունեմ լիքը ընկերներ, որոնք ապրելով ուրիշ երկրներում փորձում են օգնել եւ ներդրում ունեն շատ մեծ, բայց այդ 3 ընկերների մոտ ոնց որ այնպիսի մի հատ փոփոխություն տեղի ունեցավ, որ մենք որոշում ընդունեցինք, այդ որոշումը այս ջրբաժան էր, մենք հասկացանք, որ մենք պետքա ռեալ կյանքում, այսինքն ոչ թե ինչ-որ ձև անելով կամ ինչ-որ փորձել ուրիշ կողմից, այլ ինձ քեզ մտցնես այս իրավիճակի մեջ, ընկղմես այդ իրավիճակի մեջ, փորձես տեղում աշխատել, ինչ-որ իրավիճակ փոխել։ Պատերազմից հետո հնարավորություն ունեցել եք լինել Արցախում։ Շատ անգամ ենք եղել Արցախում։ Պատերազմից հետո ոնց որ մենք դառանք ռեալ երկքաղաքացի, այսինքն մենք համարյա 2-3 ամիսը մեկ գալիս գնում էինք Հայրենի գյուղում չհասցրեք Ստեփանակերտում լինել։ Վիրահատություններ եղա, հայրենի գյուղում էլ եղա, իմ ծնողների գերեզմանները մնացին մեր գյուղում։ Ես հիմա երբ որ վերլուծում եմ իմ մտորումները, թե ինչ եմ պատկերացնում, օրինակ ես մեկ-մեկ մտածում եմ, թե ինչու եմ ես օրինակ sense հանգիստ տանում ես ամեն ինչը, ոնց որ իմ հետ ոչ մի բան չի կատարվում, ես ապրում եմ սովորական կյանքով, հա, ոչ լացոք, ոչ ինչ կոտորում եմ, ոչ ես իմ անընդհատ այդ մասին խոսում եմ, ոնց որ ինչ որ sense պաշտպանական ինչ որ ռեակցիա լինի, տարօրինակ եմ համարում, քանի որ այդ մասին չեմ ողբում, ես չեմ էլ ուզում, որ Արցախը դառնա ինչ որ հերթական ինչ որ ողբի, ինչ որ մի հատ աղբյուր, որ հա, մեր Սասունը, Մուշը, Արդահան, Արցախ ուրիշ էր, որովհետև Արցախը այդ միակ օրինակն էր, որ մենք ցույց տվեցինք, որ մենք կարող ենք Արցախը ազատագրելով մեր մեջքը ուղղենք, որովհետև տասնյակ տարիներ մենք ապրում ենք լրիվ ուրիշ մտածելակերպով, որ մենք ոչ թե ստրուկ ենք, ոչ թե զոհ ենք,
այլ մենք կարող ենք լուծել մեր հարցերը։ Ու հիմա էլ ես դեմ եմ, որ Արցախը լինի հերթական ողբի ինչ որ մի հատ սցենարի, այլ ես ոնց որ քշում եմ այդ ինֆորմացիան, տահաս ինֆորմացիան, այդ տգեղ ոչ ճիշտ ինֆորմացիան ինձնից հեռու եմ տանում, պատկերացնում եմ, որ մենք երբևիցե վերադառնալու ենք Արցախ։ 44 օրյայից հետո թողեցիք տունը, աշխատանքը եւ որոշեցիք փորձն ու գիտելիքը ծառայեցնել Հայաստանին։ Սա հետքայլ չեք համարում ձեր կարիերայում։ Նայած թե ինչ տեսանկյունից նայել սրան, իհարկե պրոֆեսիոնալ առումով օրինակ բաներ կային, որ ես զբաղվում էի այնտեղ այդ գործով, բայց այստեղ այդ հնարավորությունը չկա, այդ տեխնոլոգիաները չկան, հատկապես դա օրգանների փոխպատվաստման տեխնոլոգիաների մասին է, բայց կա դրական կողմերը Հայաստանում ապրելու։ Ես որևէ շահույթի մասին չեմ խոսում, իհարկե, եւ շահույթի տեսանկյունից դրանք անհամեմատելի բաներ են, աշխատել Հայաստանում եւ ապրել Ռուսաստանում։ Իհարկե, ես պատկերացնում եմ, որ ոչ միայն իմ առաջընթացի մասին է խոսքը, այլ եւ այն մարդկանց, որոնք ինձ շրջապատում են, որոնց հետ ես աշխատում եմ, մի բան ես իրենցից եմ սովորում, մի բան ես եմ սովորացնում, այնպես որ ես մեծ տրագեդիա սրա մեջ չեմ տեսնում։ Եվ ընտանիքով տեղափոխվել եք Ընտանիքով ես տեղափոխվեցի, այո, Հայաստան եւ ոչ միայն ես, այլ իմ ընկերները, իհարկե, սկզբի ավելի շատ էր ոգևորվածությունը, քանի որ կար պատկերացում, որ դու կարող ես շատ բան փոխել, բայց ընթացքում իհարկե հասկանում ես ինչ կարող ես փոխել, որովհետև բաներ կան, որոնք չես կարող փոխել, որովհետև տասնյակ տարիներով ինչ որ բաներ են տեղի ունեցել, որոնք դու չես կարող մի օրում, մի տարում փոխել։ Դու ես փոխվում, դու ես ադապտացվում, ու սա երկկողմանի ճանապարհ է։ Բայց ամեն դեպքում ես ավելի շատ դրական եմ տեսնում սրա մեջ, քան թե բացասական։ Իսկ ինչու 44 օրյայից հետո հենց որոշեցիք, որ տեղափոխվեք Հայաստան։ Իհարկե ես պատկերացնում եմ, որ կարող եմ եւ Արցախ տեղափոխվել, բայց իմ մասնագիտությունը բավականին նեղ է ու Արցախում աշխատելը դժվար է, քանի որ ուղղակի պրակտիկայի առումով դեգրադացիա ենթարկվեց, քանի որ չկան հիվանդներ, շատ քիչ են։ Ինչու հենց 44 օրյա պատերազմից հետո կայացրեցիք։ Որովհետեւ այդ կորցնելու հայրենիքը, կորցնելու այդ վտանգը ես իմ մաշկի վրա ես զգացի 44 մինչև այդ ես էլ ինչ որ բոլորը ես պատկերացնում էի, որ չեն թողնի, որ Արցախը ընկնի, չեն թողնի, որ Հայաստանի վրա արձակվեն։ Այսինքն ինչ որ sense զուգահեռ իրականության մեջ ես 30 տարին կեղծ դաշնակիցներով մեզ շրջապատած, որ մենք իրականում ունենք ինչ որ դաշնակից, ինչ որ հովանավոր, կեղծ։ Բայց ես հասկացա, որ այդ ռեալ իմ մաշկի վրա հասկացա վտանգը, որ մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը 44 օրյայի ժամանակ։ Ես այդ վտանգը տեսնում եք այստեղ ապրելով։ Ես տեսնում եմ եւ այսօր եմ տեսնում, իհարկե տեսնում եմ եւ տեսնում եմ այդ ճանապարհը ոնց կարող է լինել։ 44 օրյայի ժամանակ ես եւ ադրբեջաներեն լեզու գիտեմ, ոչ չի կարելի ասել B1, B2, իհարկե ոնց որ բան լավ advanced չի, բայց ամեն դեպքում շփվել կարող եմ եւ հասկանալ կարող եմ ու պատերազմի ընթացքում ես եւ տեսնում էի այդ, լսում էի այդ լուրերը ադրբեջանական լեզվով ու նորից եմ ասում, որ ես այդ վտանգը, ռեալ վտանգը զգացի 44 օրյայի ժամանակ։ Ու մինչև հիմա զգում եք։ Մինչև հիմա զգում եմ, այո։ Զգում եմ ու դա ռեալ վտանգ է, բայց ես Ինչը կարող է փոխել։ Մենք մենակ կարող ենք փոխել։ Ես գտնում եմ, որ բոլորը պետք է համախմբվեն, որովհետև ես դեմ եմ, երբ որ ասում են մարդ կա, որ ասում է, ես օրինակ Արցախում եմ ծնվել, Արցախը համարում եմ իմ հայրենիքը, ես գնում էի Արցախ, որպեսզի վերալիցքավորվեմ, որովհետև այն Արցախը ինձ պետք էր ինչ որ ուժ գտնելու, ուժ տեսնելու իմ մեջ, բայց ես դեմ եմ Արցախը վերադարձնել Հայաստանը զոհելով։ Այս գաղափարին ես դեմ եմ, որովհետև Արցախ չի կարող լինել առանց Հայաստանի, բայց Հայաստանը իհարկե շատ գրագետ, շատ ճկուն ձևով ամեն ինչ պետք է անի Արցախը վերադարձնելու համար։ Ես այնպիսի հաճույք էի ստանում, երբ որ 10-20 տարի հետո Արցախը ազատագրելուց հետո տեսնում էի դինամիկան, թե ոնց են Արցախում սիրուն հայեր են խոսում, որովհետև առաջ չկար, երբ որ ես դպրոցում էի սովորում, այն ժամանակ Արցախում
լավ չէին խոսում հայերեն։ Գյուղերում էլի հա, բայց Ստեփանակերտում ոչ։ Այս մշակույթը նորմալ, ես նույնիսկ մտածում եմ, որ Արցախում ավելի լավ են խոսում հայերեն մաքուր, քան թե Հայաստանում, որովհետև ամեն տեղ կար իր ժարգոնը, բայց Արցախում փորձում էին գրական խոսել, ու ավելի հաճելի էր։ Ես համոզված եմ, որ Արցախը կարող է լինել միայն Հայաստանի հետ միասին։ Միայն իհարկե անկախացումը հասկանալ է, որ սա ինչ-որ ուղի էր, ճանապարհ էր Արցախը Ադրբեջանի լծից հանելու, բայց առանց Հայաստան Արցախ չի կարող լինել։ Պարոն Դանելյան, քիչ առաջ տեղեկացա, որ դուք Ադրբեջանի սև ցուցակում եք հայտնվել։ Կասեք ինչու։ Ես դա ինչքանով է սև ցուցակ չգիտեմ, բայց ամեն դեպքում պատերազմի ընթացքում իրանք այդ մեդիա դաշտը լրիվ հսկում էին։ Երբ որ ես այնտեղ վիրահատեցի ռուս լրագրողի, դա ինչ որ արծարծվում էր մեդիայում, ու իմ անունը մի մեծ ցուցակի մեջ էր ներգրավված ու ամեն ինչ կար այնտեղ գրած, թե որտեղ է աշխատում այս մարդը, երբ է հատել Ադրբեջանի սահմանը անօրինական ձևով ու ինչ անում։ Այսինքն սա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ինչ որ մի հատ բողոքի նման թուղթ էր շրջանառվում ու կից հավելված էր, որտեղ կա այդ մարդկանց ցուցակը, որի մեջ ես ինչ հայտնաբերեցի արդեն պատերազմից հետո ու շատ զարմացա, որ կարող են նույնիսկ բժիշկներին, որոնք էլեմենտար հումանիտար գործ են անում։ Ես օրինակ նույնիսկ իմ ինտերվյուի ժամանակ, պատերազմի ժամանակ ես ասացի, որ իմ համար կարևոր չի, ես նույնիսկ ադրբեջանցի վիրավորին կարող եմ վիրահատել ու սա իմ համար որևէ խնդիր չի, այսինքն բժիշկը չի կարող ասի ես ազգային բժիշկ եմ, մենակ հայերին են վիրահատում կամ մենակ բուժում կամ այլ ազգիներին։ Այնպես որ դա իրանց խնդիրն է։ Մի առիթով ասել եք, որ Արցախում այդ օրերին դրական փորձ ձեռք բերեցի։ Ինչ փորձի մասին է խոսքը։ Ավելի շատ կյանքի հետ կապված, ոչ թե բժշկական փորձի մասին է խոսքը, չէ, այլ կյանքի հետ կապված, որովհետև այն ժամանակ ես տեսնում եմ, որ շատ քիչ մարդ է մնացել Ստեփանակերտում, ու այն մարդիկ, որոնք մնացել էին Ստեփանակերտում, եթե ազատ ես վիրահատություն չկա, դուրս ես գալիս հիվանդանոցից, արդեն բոլորը ճանաչում էին քեզ ու շատ նենց ջերմ ու հոգատար վերաբերմունք էր բժիշկների հանդեպ, օտար երկրից եկած բժիշկների հանդեպ։ Մի քանի հիվանդ կա, որոնց հիշում եմ մինչև հիմա ու նույնիսկ շփվում եմ, կապ եմ պահում իրանց հետ։ Դրանք հիմնականում ամենից ծանր վիրավորներն են, որոնք պատկերացնում ես, որ երևի շատ մեծ հավանականությամբ պետք է մահանային, եթե չլիներ մարդ, որը ունի ինչ-որ տենց մասնագիտացած, նեղ մասնագիտացած հմտություններ, չի կարելի ասել իհարկե տենց բան մի քիչ այդքան էլ ճիշտ չի, բայց ես գոհ եմ, որ այդ պահին ես գտնվել եմ տեղում։ Դու ասում են, չէ, որ բժիշկները հաղթել են, ես համամիտ չեմ դրա հետ։ Բժիշկները չեն գնում այնպես վիրահատում, դա ընդհանուր պատերազմի շրջանակներում մենք բոլորս պարտվել ենք ու ես դեմ եմ, որ ասում են բարոյական, ես իմ հաղթանակ բան։ Հիմա Աստղիկ բժշկական կենտրոնում եք աշխատում բժշկական կենտրոնում եւ շատ արցախցի բուժաշխատողների են աշխատանքով ապահովել։ Այո, ես շատ գոհ եմ, որ Աստղիկ բժշկական կենտրոնը հանգրվան է տվել աշխատանքային պրոֆեսիոնալ բազմաթիվ բժիշկների Արցախից։ Մի քիչ ավելի ջերմ եմ, քանի որ ինչ որ ավելի պատասխանատվություն է զգում իրենց հանդեպ։ Բացի մասնագիտական համագործակցությունից հաճախ եք վերհիշում Արցախը։ Շատ, եւ ես ունեմ ընկեր Դավիթը Բարսեղյան, որ Աստղիկ բժշկական կենտրոնում է աշխատում վաղուց։ Եվ եթե ուզում ես Արցախը իր բոլոր գույներով վերհիշել, Երիկա Դավիթին մի հատ հանդիպել, խոսել, կամ սրճել միտեղ ու կարոտը տառնում ես ոնց որ Արցախից։ Ասում են Շահեն Դանիելյան բժիշկը միշտ վիրահատարան է մտնում, как на праздник։ Ճիշտ է։ Բայց պատերազմի ժամանակ праздник չի կարա լինի։ Իհարկե պատկերացնում ես, որ սա մեկի քույրն է, եղբայրն է, չէ, բայց իհարկե ես եւ հիշում եմ դեպքեր, երբ չի հաջողվել,
դա միշտ հետ կա թողնում, ցանկացած նորմալ մարդու մոտ հետ կա թողնում, բայց վիրահատարանը դա մեր այնտեղն է, որ մենք մեր մասնագիտական հնարավորությունները ցույց ենք տալիս։ Այնպես որ այդ պրազնիկը մի քիչ ճշմարտություն կա դրա մեջ, քանի որ դուք ձեր գործի այդ կատարելագործումը տեսնում եք այդ վիրահատարանում։ Ճիշտ է, որ մաքսիմալիստ եք։ Այո, ես ամենաշատը իմ հանդեպ եմ մաքսիմալիստ։ Կասեի մաքսիմալիստ եւ մաքսիմալիզմն ու սարկազմը դա իմ ամենակարևոր ես համարում եմ երկու հատկություններից մեկն է, ու այդ երկու հատկություններն ավելի շատ իմ հանդեպ է, քան թե ուրիշների։ Ես օրինակ չեմ կարող տեսնել, երբ որ ինչ-որ մեկը կիսատ գործ է անում կամ հատուկ ինչ-որ լավ չի անում այդ գործը, ես պետք է անպայման հասնեմ նրան, որ գործը միջև վերջարվի ու լավ արվի։ Իսկ չեն դժգոհում դրանից հարազատները, գործընկերները։ Դժգոհում են եւ հարազատները եւ գործընկերները, բայց դա իմ յուրահատկությունն է։ Հավատում եք, որ մի օր Արցախցին տուն է գնալու։ Ես ոչ միայն հավատում եմ, ոչ միայն երազում եմ, այլ ես դա զգում եմ, որ անպայման պետք է լինի, որովհետև սա Արցախը այն նորից եմ ասում, այն եզակի դեպքն է մեր նորագույն հայկական պատմության, երբ որ մենք ցույց ենք տվել հակառակ հնարավորությունը, որ մենք կարող ենք ինչ-որ մի բանի հասնել, ազատագրել մեր հողը, ազատ ապրել, ու ես պատրաստ չեմ տեսնել Արցախը հայկական մի շարք ողբերի շարքում, որ մենք Արցախից մնալու եմ այս ժինգյալով հացը, ինչ որ ես իմ Արևմտյան Հայաստանի ինչ-որ մի հատ գավառից ինչ-որ մի հատ ուտեստ, ես սա չեմ ընդունում ու չեմ պատկերացնում, որ սա հնարավոր է։ Մենք անպայման վերադառնալու ենք Արցախ։ Եվ այնտեղ եք շարունակելու ձեր գործունեությունը։ Կամ գոնե ծերանալը։ Գործունեությունը մի քիչ դժվար է պատկերացնել, որ ես պրոֆեսիոնալ առումով իհարկե էլի գնալ գալով կամ իմջալոց ես ուսանող ունեմ, աշակերտ ունեմ, որ արցախցի է, ես իրան վերցրել եմ որպես աշակերտ այն նկատառումով, որ այն ժամանակ դեռ Արցախը մերն էր ու ես պատկերացնում էի, որ ես իրան պատրաստել եմ որպես Արցախում կրծքային վիրաբույժ։ Ամենաշատը ի՞նչն եք կարոտում։ Ես ընդհանրապես չգիտեմ, դա ճիշտ է թե սխալ է, երազներ չեմ տեսնում։ Ես երևի 1000-ից մեկ կարոտ 2-3 տարին մեկ երազներ եմ տեսնում, բայց մարդ գիտեմ, որ ամեն օր երազ տեսնում, չէ, բայց Արցախի ավելի շատ ես կարոտում եմ բնությանը, որովհետև ես մեծացել եմ ու այդ մեր գյուղը շատ գեղատեսիլ է, մեր գյուղը յուրահատուկ գյուղ է ու մենք սենց սարի լանջին, այդ դրդնգան, կռզման այդ գյուղերը, սարերը, որոնք կան, իրանք շատ գեղատեսիլ են, ու ես մեծացել եմ այդ գյուղում 17 տարեկանում եմ գյուղից դուրս եկել։ Ես պատկերացնում եմ, որ դա մի օր վերադառնալու է, այնց չի, որ մենք պատրաստ ենք սենց տանք ու մտածենք, որ հա, եղավ մի օր էլի, մի օր էլ չկա, ես համաձայն չեմ դրա հետ։ Արցախը պետք է վերադառնա, ու մենք նորից պետք է ոչ թե սենց մտածենք, այլ լինենք այդ հողում, մենք ունեցել ենք այնտեղ շատ լուրջ ժառանգություն, մենք ունենք լուրջ ժառանգություն այնտեղ։ Մենակ մեր գյուղում կար 3 պատմական դարաշրջանի գերեզմաններ, 17-18 տարերի գերեզմաններ եւ կան միջնադարյան գերեզմաններ, որտեղ չկան որևէ ուղղակի քարեր են ու չեք պատկերացնում ով է այստեղ ուղարկավորված, բայց օրինակ 17-18-րդ դարերի գերեզման այդ տապանները կարող եք հստակ տեսնել, թե ով է ուղարկավորված, ինչով է զբաղվել, ինչ որ ազգից է, այսինքն մանրամասն ինֆորմացիայով։ Մենք ապացուցելու բան չունենք, որ Արցախը մերն է թե մերը չի, հազարավոր, միլիոնավոր ապացույցներ կան հողի վրա։ Իհարկե, եթե չհասցնեն այդ ամեն ինչը ոչնչացնել, բայց մեր գյուղի այդ միջնադարյան գերեզմանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո էր։